Իսրայելական ուժերը նախորդ գիշեր թիրախավորել են Իրանի եւ Լիբանանի մի շարք շրջաններ։ Մայրաքաղաք Բեյրութում իսրայելական զինուժը հարվածել է Հեզբոլլահի ենթակառուցվածքներին։ Ընդհանուր առմամբ Կիրակի Լիբանանի հարավային շրջաններում իրականացվել է առնվազն 40 օդային հարված։ Թեհրանում հնչել են հզոր պայթյունների ձայներ, որոնք լսելի են եղել նաեւ քաղաքի հյուսիսային ու հարավային հատվածներում։ Իսկ քաղաքի խորհրդանիշ համարվող Միլադ աշտարակի ուղությամբ բարձրացել է ծխի հսկայական սյուն։ Օդային հարվածներ են ուղղվել նաեւ Թեհրանի ներքին սպասարկման Մեհրաբադ օդանավակայանին։ Իսրայելական զինուժի հարվածների ալիքի տակ են նաեւ Թեհրանի պետական ենթակառուցվածքները։ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունն էլ հայտնել է, որ օդային հարձակման հետևանքով Թեհրանի նահանգում վնասվել են իր օգնության կետերից մեկը եւ կլինիկաներից մեկը։ Իրանի գրողներն ավելի շատ ուղղություններ են ներառել։ Անօդաչու թռչող սարքերի բազմաթիվ հարձակումներ են գրանցվել Սաուդյան Արաբիայում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Դուբայի օդանավակայանում թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են։ Իսրայելական զինուժը մոտ 2 ժամվա ընթացքում 2 անգամ հայտարարել է, որ հայտնաբերվել է Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռ։ Բնակչությանը հրահանգվել է պատսպարվել ապաստարաններում։ Այս իրադարձություններին զուգահեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Իրանի հետ, սակայն ըստ նրա Թեհրանը դեռևս պատրաստ չէ կնքել այնպիսի համաձայնագիր, որը վերջ կդնի տարածաշրջանային պատերազմին։ בלבנון אנחנו תוקפים כל הזמן. היום השמדנו מפקדות של כוח Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը հայտարարել է, որ Իսրայելը տեղեկություն չունի Իրանի նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի գտնվելու վայրի մասին, սակայն նախազգուշացրել է, որ Իսրայելի համար սպառնալիք ներկայացնող յուրաքանչյուր ոք կոչնչացվի։ חיזבאללה בלבנון הוא חלק מכוח קודס והוא פועל Նրա օրյունը կլինի իր գլխին, մենք կհարվածենք նրան, շեշտել է խոսնակը, նշելով, որ Իսրայելի թիրախների թիվն ամեն օր ավելանում է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռազմական առումով Միացյալ Նահանգներն արդեն ըստ էության հաղթել է Իրանին։ Ըստ նրա, իրանական օդուժը, նավատորմը եւ հակաօդային պաշտպանության համակարգերն ամբողջությամբ շարքից դուրս են բերվել, իսկ երկրի ղեկավարությունը մի քանի անգամ հայտնվել է հարվածների թիրախում։ Թրամփը նշել է, որ Իրանն այլևս չունի գործող հակաօդային պաշտպանություն եւ չի կարող լուրջ դիմադրություն ցույց տալ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն աշխատում է երկրների դաշինք հավաքելու ուղղությամբ Հորմուզի նեղուցը վերաբացելու համար։ Այս մասին հայտնում են մի քանի միջազգային աղբյուրներ։ Ընդգծվում է, որ Թրամփի վարչակազմը նախատեսում է արդեն այս շաբաթ հայտարարել, որ մի շարք երկրներ համաձայն են ձևավորել կոալիցիա, որն ուղեկցելու է նավերը Հորմուզի նեղուցով։ ԱՄՆ-ն նաև դիտարկում է Իրանի Խարկ կղզու նավթային հանգույցը զավթելու հնարավորությունը։ Ինքը Թրամփն ակնարկել է, որ քանի որ Միացյալ Նահանգները օգնել է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում, ինքն ակնկալում է, որ Եվրոպան էլ կօգնի Հորմուզի հարցում։ Ըստ նրա, հակառակ դեպքում ՆԱՏՕ-ին շատ վատ ապագա է սպասվում։ Ըստ Ալ Ջազիրայի, այս պահին մոտավորապես 1000 նավ սպասում է Հորմուզի նեղուցը հատելուն։ Դրանցից 200-ը նավթային լցանավեր են։ Նավթի գնի վերջին թարմացումներից հետո Brent տեսակի նավթի միջազգային էտալոնային գինն աճել է 0.7%-ով, հասնելով գրեթե $104, մինչդեռ ֆյուչերսները նվազել են 0.2%-ով։ Մինչև այժմ Իրանի դեմ պատերազմում Միացյալ Նահանգները ծախսել է մոտավորապես $12 միլիարդ։ Այս մասին հայտնել է ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Քևին Հասեթը։ Նա կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն ունի բավարար ռեսուրսներ եւ զենք պատերազմը շարունակելու համար եւ գուցե կարիք չլինի կոնգրեսից հավելյալ ֆինանսավորում խնդրելուն։ Ըստ Հասեթի, Սպիտակ տան կանխատեսումներով Իրանի դեմ ռազմական առաքելությունը կտևի 4-ից 6 շաբաթ։ Նա նշել է, որ գործի ընթացքը նախատեսվածից արագ է եւ ակնկալվում է, որ մինչև ապրիլի սկիզբ ԱՄՆ-ն կիրականացնի իր հիմնական նպատակները։ Պաշտոնյան նաև պնդել է, որ Միացյալ Նահանգները արդեն ոչնչացրել է Իրանի ռազմածովային եւ ռազմաօդային ուժերը։ Իրանի հյուսիս-արևմտյան Ադրբեջան նահանգում 20 անձ է ձերբակալվել Իսրայելի հետ համագործակցության եւ լրտեսական ցանցերում ներգրավված լինելու կասկածանքով, հայտնում է TASS-ին գործակալությունը։ Եվս 10 մարդ էլ ձերբակալվել է երկրի հյուսիս-արևելքում։ Ձերբակալվածները մեղադրվում են Իրանի ռազմական, ոստիկանական եւ անվտանգային օբյեկտների տեղակայման վերաբերյալ զգայուն տեղեկություններ հավաքելու եւ Իսրայելին փոխանցելու մեջ։
Ուշագրավ է, որ հենց այս իրադարձությունների ֆոնին իսրայելական զինված ուժերը հայտարարում են թշնամու պետական ենթակառուցվածքներին հարվածելու մասին։ Իրանի ոստիկանապետը հայտնել է երկրի տարբեր հատվածներում ընդհանուր առմամբ շուրջ 500 հոգու ձերբակալության մասին, ովքեր կասկածվում են թշնամուն տեղեկություններ տրամադրելու կամ հարվածների վայրերը տեսանկարահանելու մեջ։